Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի փորձագետներին, գործարարներին, ովքեր որ տաղավարում կիսվում են իրենց գիտելիքով, փորձառությամբ եւ անցած ճանապարհով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել տնտեսական գիտությունների դոկտոր պարոն Մանասարյանին։ Բարև ձեզ, պարոն Մանասարյան։ Շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ եմ մեր տաղավարում հյուրընկալել ձեզ եւ ամենակարևորը, որ ընդհանուր փորձառության մեջ առաջին անգամ երբևէ անդրադարձ ենք կատարելու շատ կարևոր առանցքային ու եթե թույլ կտաք նաև այսպես ձևակերպեմ շատ քիչ քննարկված թեմայի տնտեսական դիվանագիտությանը, որը որ ըստ էության շատ կարևոր ու առանցքային կետ է ոչ միայն պետության համար, այլ նաև պետության, մասնավոր հատվածի, ընդհանրապես երկրի միջազգային շուկայում դիրքավորմանը, հարաբերությունների ձևավորմանը, պահպանմանը եւ դրա շարունակական զարգացմանը։ Մինչեւ հիմնական, ընդհանուր տնտեսական դիվանագիտության թեմային անդրադառնալը, պարոն Մանասարյան, կուզենայի մի փոքր նշեիք, քանի որ ձեր անցած ճանապարհը, դերը ու փորձառությունը տնտեսագիտական ոլորտում անգնահատելի է, նշեք հենց ինչու եք այս ոլորտը վերցրել ու ինչն է հիմք հանդիսացել, որպեսզի դուք առավելապես այսպես խորանաք, ուսումնասիրեք այս թեման, որը ինչպես նշեցի ամենասկզբում շատ քիչ բացահայտված է։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես երևի իմ ամբողջ բանական կամ գիտակցական կյանքը ուսանողական տարիներից սկսած ուսանել եմ Կիևի պետական համալսարանում, մինչ այդ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, որտեղից կարելի ասել դեռ այն ժամանակ ստիպված եմ եղել դուրս գալ Հայաստանից, որտեղ արդեն ամոթ էր սովորելը եւ եթե բավարար գնահատականից բարձր ժող ինստիտուտում ստանում են, տղաների համար մի քիչ լավ չէր էլի դա։ Եվ ուրախ եմ, որ գնացի օտարություն սովորելու, որտեղ այնտեղ իրական դասեր այնտեղից եմ ստացել։ Միակ երևի կենթանի մնացած քաղաքատնտեսն եմ, որովհետև քաղաքատնտեսության մասնագետ իմ գոլեգաների մեջ այսօր ցավոք սրտի չունեմ։ Կան քաղաքագետներ, հիմա շատ մոդայիկ մասնագիտություններից է, կան տնտեսագետներ, հազարներով ամեն տարի մենք կրթում ենք, բայց դարձյալ գիտելիք տվողին շատ ուշադրություն չենք դարձնում, թե ով է կրթում։ Ունեմ իհարկե շատ բանիմաց, խելացի գործընկերներ, տարբեր բուհերում, բայց մենք այդպես էլ չկարողացանք հայկական տնտեսագիտական դպրոցը ձևավորել։ Դա շատ ցավալի է։ Մեծերը գնացին, ավագները, միջին սերունդ չձևավորվեց եւ հիմա երիտասարդ սերունդը ինքնահոսի է մատնված այդ գործընթացը, ինչպես կարող է ձևավորվել հայկական տնտեսագիտական դպրոցը, մինչդեռ մենք ունեցել ենք բավական լուրջ ավանդույթներ։ Ինչու տնտեսական դիվանագիտություն, երկու շատ կարևոր հենասյուների եմ ուշադրություն դարձրել, որ հիմա արդեն դարձել է համոզմունք։ Առաջինը տնտեսական անվտանգությունն է եւ պատիվ եմ ունեցել ձեր հրավիրով առաջնորդության դպրոցում նաեւ քննարկումներ ունենալու։ Ես հավատում եմ, որ երկրի երկու կարևորագույն հենասյուները, մեկը անվտանգությունն է, տնտեսականը հատկապես, էներգետիկ անվտանգություն, ֆինանսական անվտանգություն, ժողովրդագրական անվտանգություն, պարենային անվտանգություն անպայման եւ այլն։ Եվ մյուսը մրցունակությունն է։ Եթե ունենք մրցունակ ապրանք, բայց անվտանգ չէ տնտեսությունը, մենք երկար չենք կարող այս մրցունակությունը պահպանել։ Եվ հակառակը, եթե անվտանգ է, բայց դրանով բավարարվում ենք, ասում ենք ինչ լավ է, մենք ինքնաբավ ենք, չգիտեմ, էներգետիկ ռեսուրսներով, չնայած ինքնաբավ չենք, սահմանափակ է։ Պարենային անվտանգության հարց ենք լուծում եւ այլն, Երանի իհարկե, պարենային անվտանգությունը լուծենք, որտեղ կա այդ ռեսուրսները։ Միևնույն է, դա դեռ չի նշանակում, որ մենք մրցունակ ապրանք ենք արտադրում, որտեղ կարող ենք ստիպված լինենք, օրինակ, սպառել ոչ մրցունակ սնունդ եւ ասել լուծել ենք պարենային անվտանգության հարցը։
կամ ունենալ անկայուն ֆինանսական համակարգ եւ ասել այնուամենայնիվ ունենք ֆինանսական համակարգ կամ քիչ թե շատ կայուն։ Հիմա տեսեք, մենք ունենք այսօր ֆինանսական համակարգ, բայց դա բնավ չի ազդում մրցունակության վրա, որովհետեւ կայուն ֆոն է տալիս գործարարությանը, բայց մեծ ազդեցություն չի ունենում, այո։ Բայց այդ ֆոնից չեն օգտվում, չենք կարողանում օգտվել։ Մինչդեռ մեր հարևան 4 երկրները ունեցել են գերարժեզրկում իրենց ազգային արժույթների եւ թուրքական լիրան մինչեւ 90% արժեզրկվել է վերջին 5 տարիների ընթացքում 2 անգամ, նույնիսկ 3 անգամ, վրացական լարին մի քիչ ավելի նվազ տեմպերով, բայց երկնիշ թվերով էլի արժեզրկվել է, իրանական 2 արժույթներն են արժեզրկվել եւ այս պայմաններում այնուամենայնիվ Ադրբեջանը մանած Հայաստանի Հանրապետությանը անկախության տարիներին երևի բացառիկ ոլորտներից է, որ ֆինանսական անվտանգությունը հնարավոր է եղել եւ այսօր էլ ապահովված է։ Ուրեմն անվտանգության վերաբերյալ երևի ծանոթ եք իմ աշխատությանը, այո, եւ երկրորդ այդպիսի կապիտալ աշխատություն այդպես ստացվեց տնտեսական դիվանագիտությունը, երբ գրեթե 3 տասնամյակ առաջ ես դրա մասին Հայաստանի Հանրապետությունում առաջին այդպես ելույթները կամ հոդվածներն հրապարակում ոմանց մոտ դա թվում էր ինչ-որ հետաքրքիր բառակապակցություն, որը կարող է մոդայիկ է դառնալու, բայց հետո ինչ է տալու կամ գործնականորեն ոնց կիրառել։ Այո, տարբեր համալսարաններում, որ ես պատիվ ունեմ դասավանդելու, Եվրոպայում, Սալենտոյի համալսարան, Անտվերպենի համալսարան, Միացյալ Նահանգներում, իմ ալմա մատերը, Ռեդլանդսի համալսարան կամ Ստենֆորդի համալսարաններում economic diplomacy-ն ինքը շատ պահանջարկված է եւ ինքը նաեւ բանալիներից է տնտեսության զարգացման։ Եվ այս 3 տասնամյակը ինձ համար եղել է փորձությունների շրջան, պատիվ եմ ունեցել հեղինակելու Հայաստանի Հանրապետության տնտեսական անվտանգության հայեցակարգը, նվիրել եմ կառավարությանը դեռևս 2007 թվականին, 2008 թվականին, համանուն օրենքն եմ ժամանակին հեղինակել, որը միայն այն պատճառով, որ ընդդիմադիր պատգամավոր եմ եղել, ի թիվս այլ օրինագծերի, բնականաբար չէր կարող ընդունվել։ Այսօրվա ընդդիմադիրները այդ իմաստով շատ բախտավոր են, որովհետև այդ վետոն չի դրված ինչ-որ 2004-7 թվականներին, հրավիրվել եմ արտգործնախարարություն այդ բլոկը ձևավորելու, հետո ինչ-ինչ պատճառներով, որովհետև այդ հասկացողությունը չկար եւ այդ ըմբռնումը չկար, դա բոլորովին այլ անձինք սկսեցին դրանով զբաղվել, ճիշտ այնպես, ինչպես ցավալի փաստեր եմ ձեզ բերում, Երևանի պետական համալսարանում մշակեցի դասընթացը, ինքս վարել եմ դա, հետո ինչ-ինչ պատճառներով քաղաքական վերնախավը երբ փոփոխվեց, դրանից առաջ էլ մայրբուհը չպետք է մտնի այդ գործընթացների մեջ։ Շատ քինախնդիր ղեկավարություն ունենք եւ 40 տարի դասավանդելուց հետո ես ստիպված եղա հիմա իմ հարազատ բուհը թողնել, որովհետեւ կամայական, նույնիսկ ապօրինի են դա արել, որովհետեւ դատական գործընթաց էլ գնաց, ես հաղթեցի, բայց մայրբուհի ռեկտորը եւ ղեկավարները ուղղակի այդպես իրենց գիտունիկությամբ փորձում են տանել եւ հնարավորինս կազմաքանդել բուհը։ Այդ գիտելիք տվողի կամ գիտելիքի բովանդակության վերաբերյալ բովանդակային մասը միշտ չէ։ Էլի ուզեմ ասել, որ հրաշալի գործընկերներ ունեմ մայրբուհում, որոնք համառորեն իրենց գործը անում են, պատվով են անում, բայց նաև կա մյուս գործընթացը եւ ես միակը չեմ ցավոք սրտի, կամ միգուցե այս դեպքում բարեբախտաբար բավական պայծառ ուղեղներ կան, որոնք արդեն մայրբուհում չեն։ Սա իմ հավատամքի մասին, թե ինչու տնտեսական դիվանագիտություն եւ գրքի մեջ ես փորձել եմ բավական գործնական բանալիներ դնել,
որոնցով հնարավոր է այդ ժանգոտած կողպեքները կարելի է բացել, ընդ որում մի կողպեքին մի քանի բանալիներ, որովհետև պատկերավոր ասած մի խնդիր, ցանկացած տնտեսական խնդիր ասեք, եւ ես կփորձեմ ձեզ հիմնավորել, որ յուրաքանչյուր խնդիր ունի մեկից ավելի լուծումներ։ Շատ լավ, պարոն Մանասարյան, հաջորդ կարևոր հարցն եմ ուզում տալ, բայց միջև հարցը տալը նաև ի համալրումը ձեր նախորդ ասացի պետք է նշեմ, որ ի ուրախություն մեզ այսօր մեդիան այնքան բաց է եւ ամեն այնքան հասանելի է, որ նույնիսկ եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ կամ այլ պատճառներով իսկապես որակյալ մասնագետներին, փորձագետներին հնարավորություն չի տրվում ֆորմալ կրթական հաստատություններում իրենց գիտելիքով փորձառությամբ կիսվելու, դուք այդ շատ հրաշալի կերպով կարողանում եք անել սոցիալական մեդիայով եւ վստահաբար այն անհատները, ովքեր որ ցանկանում են նաեւ կա այդ մոտեցումը տնտեսական դիվանագիտության, ընդհանրապես տնտեսագիտության մասով ձեր անցած գիտելիքը փորձը ճանապարհը վերցնելու, վստահաբար նաեւ այդ ճանապարհով կարող են ստանալ, որովհետեւ ինչպես նշեցի, իսկապես հիմա հարթակները, միջոցները, հնարավորությունները շատ ավելին են եւ դա եւս մեծ հնարավորություն է տալիս, որ հատկապես երիտասարդ սերունդը իսկապես կարողանա ծանոթանալ, ուսումնասիրել, ավելի փորփրել հատկապես ժամանակակից տնտեսագիտական միտքը, որովհետև վստահաբար այսօր նաև տնտեսագիտության մեջ շատ հետաքրքիր մասնագիտություններ կամ օրինակ ուղղություններ զարգանում են, կլինի ֆինանսներ, կառավարում, մարքեթինգ եւ այլն, բայց բուն տնտեսագետներ, այսինքն անհատներ, ովքեր որ կհամալրեն հայ տնտեսագետների շարքը, հատկապես երիտասարդ սերնդի մեջ իսկապես կարող ենք արձանագրել, որ շատ ավելի քիչ են եւ դա էլ բնականաբար իր օբյեկտիվ սուբյեկտիվ պատճառներ ունի։ Եվ այստեղ հաջորդ կարևոր հարցը ուզում եմ տալ նշեցիք տնտեսագիտական դիվանագիտության վերաբերյալ գրքի մեջ շատ հստակ նշված են բանալիները, ինչպես լուծումներ գտնել, ինչ մոտեցումներ ցույց տալ, վստահաբար կարող ենք ասել, որ աշխարհում լավ եւ վատ պետություններ չկան, չէ՞ ըստ էության։ Բոլորի ամենի հիմքում ընկած են շահերը։ Ուզում եմ մի փոքր նշեք մեր արչև կանգնած ամենախոշոր մարտահրավերները հենց տնտեսական դիվանագիտության համատեքստում եւ մեր առաջին անելիքը որն է, այսինքն որն է այն հիմնական քայլը, որ դուք տեսնում եք նաեւ գրքի մեջ է արտացոլված որպես հիմնական ուղղություն, հիմնական բանալի։ Հրաշալի հարց է, Ծովինար։ Եվ ես պիտի փորձեմ ամենաբարդ այդ խճողված ոմանց կարծիքով հարցերին շատ պարզ պատասխաններ տալ եւ դուք կհասկանաք, թե առավել եւս այդ պատասխանները ստանալուց հետո ինչքան չեմ ուզում ծանր բառեր օգտագործել, բայց որքան անմխիթար վիճակում ենք հայտնվել, երբ ունենք մի կողմից հնարավորությունները, մյուս կողմից խնդիրները եւ չենք ուզում այդ հնարավորություններով այս խնդիրները լուծել։ Ես երբ Ավստրիայի դիվանագիտական ակադեմիայում առաջի դասընթացներից հետո փորձեցի նույնը Հայաստանում անել, 2 տասնամյակ առաջ էր։ Դա էլի ասեմ, որ տենց չէին հասկանում դեռ ինչի մասին է։ Բայց Հայաստանում էլ հերթ եկավ դիվանագիտական դպրոց հիմնելու արտաքին գործերի նախարարությանը կից, որտեղ եւս պատիվ ունեցել եմ դասապանդելու եւ ուղղակի ունկնդիրները, որոնք դիվանագետներ են, կայացած տարբեր երկրների դեսպաններ, նախկին եւ ապագա բավական լուրջ հետաքրքրություն կար, թե իսկ տնտեսական ինչ լուծումներ կան քաղաքական խնդիրների։ Միայն այն իրողությունը, որ ցանկացած հակասության մեջ պատերազմներ, լարված հարաբերություններ, ամեն ինչի հիմքում հավատացեք տնտեսական շահն է։ Այն տնտեսական շահը, որ մենք անկախության տարիներին չենք էլ ձևակերպել։ Բոլոր ունեն ազգային շահ, տնտեսական շահ եւ ձևակերպել են յուրովի։ Թուրքիան ունի իր կարմիր գիրքը, որը կիսագաղտնի փաստաթուղթ է, ավելի ճիշտ գաղտնի փաստաթուղթ է, դրա մասին դուք համացանցում գրեթե ոչ մի տեղեկություն չեք ստանա։ Նույնը մյուս հարևան երկրները եւ ունեն հստակ ռազմավարություն, հեռանկարային Հայաստանի Հանրապետությունը ինձ հայտնի գոնե, այսպես իմպերատիվ չասեմ, բայց աշխարհի քարտեզի վրա միակ պետությունն է, որը
ինձ հայտնի, կարող է էլի կան, որը չունի ընդհանրապես զարգացման տեսլական։ Սա վերաբերվում է Հայաստանի Հանրապետության բոլոր իշխանություններին։ Որևէ մեկ իրեն նեղություն չի տվել հստակեցնելու, թե հայ ժողովուրդը կերտելով հայոց պետականությունը վերջապես, անկախանալով, վասն ինչի է ապրում եւ ուր է գնում, այդ անորոշությունը, ուր է գլորվում տնտեսությունը, ինքնին սպառնալիք է։ Այդ իսկ պատճառով հիմա կհասկանանք, այս ամենից հետո, թե ինչու արևմուտքից փչող քամիները կամ արևելքից փչող քամիները անընդհատ մեզ այս ոչ կայուն վիճակի ցնցումների մեջ են գցում եւ Հայաստանի եւ ներկայիս եւ նախկին ղեկավարները չեն կարող կողմնորոշվեն։ Իսկ ո՞րն է ճիշտ։ Գնանք արևելք, կարծես թե շահավետ է, գնանք արևմուտք, կարծես թե շահավետ է։ Հյուսիս գնանք, հարավ գնանք, առանցքը չունենք։ Առանցքը գիտակից բանական, տրամաբանական, հիմնավորված չկա, չենք ձևակերպել։ Իսկ կան մասնագետներ, ովքեր կարող են ձևակերպել։ Իհարկե կան, ես հիմա դրան եմ ուզում գալ, որ փայլուն մասնագետներ կան։ Մենք ունենք փայլուն դիվանագետներ։ Տեսեք, ես ինչու սա նշեցի։ Սա նաև հավաստում է, որ երբ որ դիվանագետների հետ ենք շփվում, կամ գնացեք ցանկացած երկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն։ Հրաշալի նաև անձնակազմ կարող ենք ունենալ, բանիմաց մարդիկ եւ այլն, բայց խնդիր որպես այդպեսին չի ձևակերպված հեռանկարային խնդիր պետության համար եւ մեզ համար ամոթ է ունենալով այդքան հնարավորություններ, լինելով ցանցային ազգ եւ ժողովուրդ, մենք ըստ էության կարող ենք բավական հաջող ստեղծել ցանցային պետություն։ Այսօրվա թվայնացված դարաշրջանում դա նույնիսկ անհրաժեշտություն է, ոչ թե կարող ենք կամ դա, չգիտեմ, ինչ-որ երևակայության արդյունք է, ոչ։ Մենք պարտավոր ենք իմի բերել մեր մարդկային կապիտալը, որը ծրվել է աշխարհով մեկ եւ այդ դժբախտությունը կարող ենք վերածել ըստ էության առավելության։ Արդեն պատկերացրեցիք ինչպես դա կարելի անել։ Միայն հիմքում պետք է լինի նախ եւ առաջ տեսլականը, զարգացման տեսլականը, ուր ենք ուզում գնալ, ինչի ենք ուզում հասնել, ձևակերպենք դա, ինչպիսի Հայաստան ենք ուզում կառուցել, ունենանք ազգային առաջնահերթություններ, որի հիմքում ազգային շահն է, եւ ազգային օրակարգ, հստակ ձևակերպված։ Եվ արդեն այն մրցավանջային պատկերը, որ մինչ օրս ունենք, երբ ամեն առավոտ արթնանում ենք, հատկապես մեր ճակատագիրը որոշում կայացնողները, որ տրամադրությամբ արթնանան, այդ տրամադրությամբ կարող է ինչ-որ բան փոխվել կամ չփոխվել, այնքան պարզ խնդիրներ կան, որ չեն լուծվում։ Հիմա օրինակ վերցնենք գործազրկությունը։ Կարող ենք գործազրկությունը մեղմել, կրճատել։ Եթե ինձ հարցնեք, ես մի քանի րոպեում կարող եմ հիմնավորել, որ մենք ունենանք աշխատատեղերի ավելցուկ։ Ամոթ է 3 միլիոնանոց բնակչություն ունեցող պետության ներսում, այսպիսի մտավոր կարողություն ունեցող երկրում ինքներս մեզ դեգրադացնենք եւ ասենք մենք չենք կարողանում աշխատատեղեր ստեղծել։ Նույնիսկ պետական կառույցը, որը կոչված է զբաղվելու այդ հարցերով, ժողովրդի տարբեր շերտերի մոտ, նույնիսկ ամենաուսյալ կրծյալ մարդիկ անվանում են սոցապ նախարարություն։ Այդպես է թե չէ։ Իհարկե, մինչդեռ այնտեղ կա աշխատանքի եւ սոցիալական հարցերի վերնագիրը։ Այսինքն աշխատանք կոմպոնենտը մենք մոռանում ենք։ Այո։ Մենք մոռանում ենք, ոչ թե հանվածը, մենք իսկապես այնքան դրան ուշադրություն չենք դարձնում։ Ես վստահ եմ, որ ինչ-որ ծրագրեր կան, ինչ-որ բաներ կան, որ եթե այդ գերատեսչությունից մարդ լինի, կասի ինչու եք այդպես ասում, ահա Վասիկ, ես հայեցակարգը կասեմ, բայց մեզ հայեցակարգերը այդքան կարևոր չէ ներկայացնել, որքան որ պատկերը։ Ինչ պատկեր ունենք։ Ի վերջո չէ, որ աշխատանքով ենք մենք ձեզ հետ միասին հակված լուծել աղքատության խնդիրը։ Ճիշտ է թե ոչ։ Այո։ Ուրեմն ինչու մենք ուշադրություն չենք դարձնում ամեն մեկին իր գիտելիքի համապատասխան եւ իր փորձառության համապատասխան ձևակերպենք եւ ձևավորենք այդ դաշտը։ Բայց մենք նույնիսկ չգիտենք թե ում ենք կրթում։ Ուշադրություն դարձեք, շատ հիմնարար
հարց է, խնդիր է սա։ Քանի որ չկա հեռանկարային զարգացման տեսլականը, մենք այսպես պիտի ասենք, իսկ հարևանը տեսնես ինչ կրթություն ստացավ կամ իր երեխան կամ բարեկամը եւ այլն, եկեք դա միգուցե ուղարկենք երեխային, չգիտեմ, արտերկիր սովորելու, հետո գա տպավորի մարդկանց ասի, տեսեք ինչ դիպլոմներ քիչ կան, հայ երիտասարդներ, որոնք ավարտել են արտերկրում, փայլուն են սովորել, վերադարձել են, դրանց իրենց կարիքը չկա Հայաստանում։ Կան նույնիսկ բրիտանական բուհերի շրջանավարտների կառույցներ, ամերիկյան բուհերի չեն ներգրավում։ Պահանջարկված չի գիտելիքը ընդհանրապես, տեսեք, կապ չունի երիտասարդ տարիքի, միջին տարիքի, ավագ սերնդի, մինչև այն պահը, որ մարդ կարող է օգուտ տալ իր պետությանը, ինքը չի կարող լուսանցքային լինել։ Կան մարդիկ, ովքեր 80 տարեկան են, ավելի բարձր տարիք են, բայց իրենց ուղեղ աշխատում է, իրենք ունեն փորձառություն, իրենք կարող են շատ լավ խորհրդական լինել, իրենք կարող են դեռ մտնել լսարան, իրենք կարող են կրթել մարդկանց։ Ինչու ենք մենք այդ մարդկանց մեկուսացնում, բոլոր ոլորտներում ունենք հրաշալի, չգիտեմ, եւ աշխարհագրության երկրաբաններ ունենք, հիմա այդ մասնագիտությունն էլ արդեն չենք տալի, չենք կրթում երկրաբանների։ Մեր հանքերը օգտագործում են օտարերկրացիները, որոնք ավելի լավ մեթոդներով կարող են գնահատել, ինչ կարողություն կա ոսկի, պղինձ եւ այլ։ Նախարարները խոստովանել են մասնավոր զրույցներում, ինձ որ մենք չունենք պետական կառույցներում բարձրակարգ երկրաբաններ։ Այդ երկրաբաններին ես հանդիպել եմ ռեստորաններում որպես սպասավոր։ Այսինքն ցավ ասա, մարդիկ կրթություն են ստանում, հենց երկրաբաններն են պահել Հայաստանի Հանրապետության ընդերքը խորհրդային տարիներին, որպեսզի դա չմսխվի եւ գա այն օրը, երբ անկախանանք եւ օգտագործենք մեր պետական շահերի համար։ Այսօր պարզվում է, որ հասել ենք բաղձալի անկախությանը, բայց չենք կարողանում տնօրինել։ Տեսեք, ֆինանսական դիվանագիտություն։ Մի փոքրիկ դրվագ ձեզ ասեմ։ Արտաքին պարտքի մասին ենք խոսում, շատ հաճախ դժգոհում են, լրագրողները ինձ հարցեր են տալի եւ ոչ միայն ինձ, իմ գործընկերներին, ասում են ինչ անենք։ Գիտեք, արտաքին պարտքը նախ այդքան սարսափելի չի, ինչպես դրա ձևավորումն ու օգտագործումը։ Իսկ սա էլ դնենք մի կողմի վրա։ Ինչպես ենք մենք տնօրինում մեր ռեսուրսները, որ չի բավարարում եւ գնում ենք արտաքին փոխառություն ենք վերցնում, պարտք ենք վերցնում։ Ես ես հիմա մի թիվ կասեմ եւ մեզ ունկնդրողներն էլ կհամոզվեն, կարող եք հանգիստ ստուգել։ Սա թվայնացման դարաշրջանն է եւ ամեն մի բառ, որ հիմա այստեղ արտաբերում ենք, հանգիստ կարելի է ստուգել։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, պետական պարտքը կազմում է 13 միլիարդից մի քիչ ավելի։ Հայաստանի Հանրապետության բանկերում պաշտոնական ասել եմ դրա մասին։ Ավանդները կազմում են 16 միլիարդից ավելի, 17-ի շուրջ։ Միայն ավանդները, չեմ ասում բարձի տակ պահած գումարները, այլ բանկերում Հայաստանից դուրս հայերով այդպեսի միտում էլ ունեն, այո, այդպեսի հակում էլ ունեն ոսկի, կապիտալ տարբեր եւ ամենապարզ բանը վերցրեցի։ Հնարավոր է մեր ռեսուրսները օգտագործել մեր իսկ պետության կարիքների համար։ Ընդամենը պայմաններ են պետք, առաջի պայմանը վստահությունն է։ Պարզվում է, որ նույն պետական պաշտոնյաները, ովքեր գնում են արտաքին պարտքը կամ ընդհանրապես ներքին էլ հետը ավելացման, բայց հատկապես արտաքինն է վտանգավոր, որովհետև կախվածություն է ստեղծում արտերկրից։ Այդ նույն մարդիկ ունեն ավանդներ բանկերում, բայց իրենց պետությանը չեն վստահում ինչպես անել։ Հիմա ֆինանսական դիվանագիտությունը ըստ դրա համար մի փոքրիկ մասնիկ եմ ես վերցնում տնտեսական դիվանագիտության։ Պետական բոնդեր, պետական ոչ թե ներքին պետական պարտատոմսերը, սրա բնույթը ինչ որ ես առաջարկում եմ բոլորովին ուրիշ է, դարձյալ փոխառությունն է, բայց հստակ ծրագրերի համար։ Օրինակ, Հայաստանն ունի խնդիր երկրորդ էներգաբլոկը Մեծամորի ատոմակայանի կառուցելու եւ շահագործելու, իհարկե ունի։ Հայաստանն ունի Վանաձորի Քիմպրոմի խնդիրը վերագործարկելու Նայիրիտը, այլ խնդիրներ իհարկե ունի։
չկան այդ ֆինանսական ռեսուրսները, դրանցից ամեն մեկը կարող է ծրագրային պետական բոնդերի հիմք դառնալ։ Մենք թողարկում ենք, կարող ենք թողարկել եւ վաճառել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ Սփյուռքում, բնականաբար։ Սփյուռքի կապիտալը ներգրավել։ Ահա թե ինչպես Սփյուռքը կարող է շահագրգռված լինել։ Ես առայժմ ասում եմ մեր կապիտալի մասին, ոչ Սփյուռքի։ Այդ 16 միլիարդը ինչպես շահավետ կարելի է այստեղ ներդնել, որտեղ են տոկոսները, որ մասնավոր բանկերը տալիս են, չէ՞ որ ասենք մասնավոր ընկերություններ են։ Ի վերջո որևէ բանկ կարող է ասել, որ ես քեզ չեմ սպասարկում կամ ի վիճակի չեմ, չնայած ապահովագրված են ավանդները մեծ մասամբ, բայց այն տոկոսները, որ վճարում են ավանդատուներին, համեմատած այն շահույթի հետ, որ կարող է ստանալ ցանկացած ուրեմն սեփականատեր այդ պետական բոնդերի, ովքեր որ ձեռք բերեն, անհամեմատելի է եւ ի վերջո ամենակարևորը մենք դրանով մասնակցություն ենք ունենում մեր ազգային տնտեսության կայացման եւ զարգացման գործում։ Եվ բոլորը մասնակից են լինում։ Ես ձեզ ընդամենը մի բանալի բերեցի, բայց չէ որ այդ բանալիները շատ են։ Նույնը ժողովրդագրական անվտանգությունը։ Ունենք խնդիր ժողովրդագրական, իհարկե, դեմոգրաֆիկ անվտանգությունը բավական լուրջ է։ Նախորդ իմ աշխատության մեջ հենց այդ սպառնալիքներն էի վերհանել։ Բնակչության ծերացում, բնական աճի կրճատում, մահացությունների աճ, ամուսնալուծությունների աճ, արտագաղթ մասսայական եւ այլն։ Ես ոչ չեմ հորինում սրանք։ Սրանք իրական սպառնալիքներ են։ Կարելի է կառավարել, ինչպես անել։ Մի ամբողջ օր կարող ենք անցկացնել ձեզ այդ ստուդիայում եւ քննարկել այն հարցերը, որ վերաբերում են ժողովրդագրական անվտանգությանը եւ ժողովրդագրական դիվանագիտությամբ այդ անվտանգության ապահովմանը։ Մենք այսօր լսում ենք, որ բնակչության շրջանում ասում են, վայ, տեսեք, ոչ միայն հնդիկներ են եկել բավական մեծ քանակությամբ, այլ նաեւ անհայտ տարբեր երկրներից ռուսներ, ուկրաինացիներ բարով են եկել, բայց պետքա փոքրաթիվ բնակչություն ունեցող երկրում, որը չավարտված պատերազմի պայմաններում է ապրում, ուշադրություն դարձնել, կառավարելի դարձնել ժողովրդագրական գործընթացը, գոնե կառավարելի դարձնել, թե չէ, որտեղ գալու է մի իրավիճակ, եթե այսպես շարունակվի, մենք կկորցնենք վերահսկողությունը։ Մենք ունենք ազատ գոտի, ես չեմ ուզում վախեցնել, բայց սա իրողություններ են։ Սպառնալիքները, որոնց ազատ գոտի ունենք Իրանի հետ, Իրանի առաջին նահանգը Գիլան նահանգը, որ սահմանակից է մեզ, ամենաշատ խիտ բնակեցված ադրբեջանցիներով նահանգն է։ Ունենք որևէ վերահսկողություն, սահմանը հատելիս եւ այլ։ Իրանցիները, իմ նախկին ասպիրանտները, ինձ զգուշացնում են, որ մեզ համար դա այդքան մեծ վտանգ չի, ինչքան ձեզ համար։ Դուք գիտեք, ովքեր են ձեր երկրում փողոցում քայլում եւ ինչով են զբաղվում, հետո դուք ասում եք, որ գործակալներ եւ այլ եւ այլ։ Սրանք շատ կարեւոր խնդիրներ են, որոնք պարզվում է, որ հենց նույն տնտեսական դիվանագիտության տարբեր մեխանիզմներ, կառուցակարգեր կարող են օգտագործվել, շատ հստակ։ Եվ ամեն ասպարեզում, մշակութային դիվանագիտություն կարող է դա մեզ օգնել։ Երբ որ կարդակ այդ փոքր մասը, որտեղ նաև ուսումնասիրված է եւ ներկայիս իրավիճակը եւ միջազգային փորձը, իմ գործընկերները արտերկրից ինձ դաս են տվել լավ առումով, թե ձեր մշակույթից ինչ մեծ կապիտալ կարող եք քաղել համերգներով, ցուցահանդեսներով, ընդամենը ձեր մշակույթը նյութականացնելով։ Ես էլ չեմ ասում ինչ դասեր կարող են քաղել պատմական Հայաստանից։ Պատմական Հայաստանի տնտեսական դիվանագիտությունն է հիմնական բովանդակությունը այս գրքի եւ ես Մատենադարանի աղբյուրներից եմ օգտվել, այն աղբյուրներից, որոնք մասամբ կան, մասամբ չկան համացանցում, բայց մենք պիտի ճանաչենք մեր ժառանգությունը, ոնց որ մեր ծնողների կամ պապիկ տատիկների մասին պատմություններ ասեն, մենք էլ ասենք մեզ չի հետաքրքրում դա։ Կա այսօրվա մեր ընտանիքը եւ այսօրվա իրականությունը, մեզ չի հետաքրքրում անցյալը, թե մենք որտեղից ենք եկել։ Նույնն է, բա պատմական Հայաստանը ումն է։ Պատմական Հայաստան Ուզբեկստանինն է, աֆրիկյան որևէ երկրն է, մեր ժառանգությունն է։ Մենք պարզապես բարոյականության խնդիր ունենք, երբ որ մենք դա շղթում ենք։ Մենք այդ ամբողջ մեր նախնիների հսկայական ժառանգություն ուղղակի ասում ենք, ուրանում ենք։ Համեցեք, եկեք վերսեք գնացեք, հետո էլ դժգոհում ենք, թե ինչու հարևան երկրի
հոգևոր առաջնորդը ասում է այսպես կամ այնպես կամ ոչ հոգևոր քաղաքական իշխանություն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է մեզնից կախված ընդհանրեն անել։ Չզբաղվենք միայն այդ քաղաքական հակամարտություններով եւ այսինքն դա էլ իր տեղն ունի, մենք պետք է քաղաքական դաշտում եւս պատրաստված մարդիկ ունենանք։ Եվ երբ նայում ենք, թե միայն, ասենք, Ադրբեջանին ինչպես է հաջողվել ինչ սերունդ կրթել, ես հավատացեք առանց չափազանցության հիացմունքով եմ նայում։ Հայորդիս նայում է ադրբեջանցի երիտասարդներին եւ հիանում է նրանց բարձր ինտելեկտով, բարձր հղկված վարվելակերպով եւ այն գիտելիքներով, որ իրենք ստացել են եւ ծառայեցնում են իրենց պետությանը։ Մոռացեք Ալիևների գերդաստանները կամ խորհրդային տարիների ինչ կլաններ կան։ Նոր որակ են մարդիկ ձևավորում, նույնը ձևավորում են ղազախները։ Ղազախստանը երևի հետ խորհրդային տարածքի լավագույն երկրներից մեկն է, եթե ոչ առաջատարը։ Մարդկանց հաջողվել է ֆինանսական, միջազգային ֆինանսական կենտրոն ստեղծել եւ այդ ժամային գոտին ուղակի վերցնել։ Դա խաղոպար չի։ Լոնդոնի, Նյու Յորքի հետ միասին ասել Աստանայի ֆինանսական կենտրոն։ Մարդկանց մոտ դա կարող է քմծիծաղ առաջացնել տարիներ առաջ, ոչ։ Այսօր Նյու Յորքի Stock Exchange-ի բորսայի լիստինգում հազարավոր ընկերություններ արդեն Աստանայում են, Ղազախստանում են։ Աստանան դարձել է իր ֆորումներով, նաև տնտեսական ֆորումներով տարածաշրջանի Դավոսը։ Այո։ Պարոն Մանասարյան, իրականում թեման բավականին այսպես եւ կարեւոր եւ առանցքային եւ խորքային եւ իսկապես մի քանի հաղորդումներ կարող ենք նվիրել ու իմ ողջավորությունը ու նաեւ միշտ լավատեսությունը նրանում է, որ մենք իսկապես մեր կողքին ունենք անհատներ, հանձինեցես, ովքեր որ իսկապես ունեն այդ գիտելիքը, փորձառությունը, անցած ճանապարհը եւ այստեղ ամենակարևոր բանը դրսեւորել կամք, դրսեւորել ցանկություն, մի սեղանի շուրջ նստելու, բոլոր ուղեղները հավաքելու մեկ տեղում, որովհետև շատ ենք դրա մասին զրուցել, շատ ենք խոսել, որ մեզանում մեր ամենակարևոր ու ամենաթանկ կապիտալը դա մարդկային ռեսուրսն է, նոր բան չեմ ասում, նոր հեծանիվ չեմ հորինում ու շատ կարևոր է, որ այդ ուղեղները իսկապես մեկտեղվեն մեկ տեղում ու եւ միջազգային փորձը վերցնելով եւ մասնագետների անցած ճանապարհը վերցնելով ի վերջո ձեր ասած այդ առանցքը ձևավորել, որը որ հիմք կհանդիսանա եւ պետական հատվածի համար եւ մասնավոր հատվածի համար, որովհետեւ իրապես պետք է արժ ձեռքը իմանա ինչ է անում ձախ ձեռքը եւ հակառակը, իսկ եթե այդ ամենակարևորը նպատակը շահը չկա ձևավորված, հետեւաբար յուրաքանչյուր ոլորտում յուրաքանչյուր անհատ կառույց կամ ընկերություն ինքն է սահմանում իր նպատակը եւ գնում է առաջ, բայց որքանով է դա երկարաժամկետ հեռանկարային ամենակարևորը պետության շահից բխող դա արդեն ոնց որ երկրորդային կամ երրորդային հարց է դառնում եւ այստեղ հաջորդ հարցն եմ ուզում ձևակերպել ինքս եւս տնտեսագիտական կրթություն ունեմ եւ մեր ուսումնառության ժամանակ Մարքսի քաղաքատնտեսություն աշխատությունը կարդալը դա պարտադիր կապիտալը պարտադիր էր, հա, ու իրականում ինձ համար ամենաբարդ ընթերցվող գրքերից է եղել, միգուցե ճիշտ տարիքում չեմ կարդացել կամ միգուցե իսկապես բարդ էր։ Ուզում եմ հասկանալ մեզանում տնտեսագետներ պատրաստելու, հա, որովհետև միայն ֆինանսիստ լինելը, հա, միայն կառավարիչ լինելը, մարքեթինգի մասնագետ լինելը ըստ էության թույլ չի տա, որպեսզի մենք ձևավորենք անհատների, մասնագետների, հա, ովքեր որ պետության մեջ տեղի ունեցող խնդիրները կտեսնեն խորքային, որովհետև տեսեք, դուք շերտերով ներկայացրեցիք, չէ, քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, պարենային, արտաքին կապերի, ֆինանսական եւ այլն։ Որտեղից սկսել ու արդյոք էլի Մարքսին անդրադառնալով, հա, քաղաքատնտեսությանը մենք դա հիմք ընդունելով կարող ենք ժամանակակից տնտեսագիտական միտքը չասեմ ձևավորել, երևի զարգացնել, հա, որովհետև որ ասենք ընդհանրապես բացակայում է, կարող է այդտեղ սխալված լինենք։ Ինձ վերջերս պատմում են, որ Ժող ինստիտուտում կամ Հայկական պետական տնտեսագիտական համալսարանում մի քանի տարի առաջ բիզնես պլանը բացատրել են Գուելրոյի պլանի օրինակով։
պատկերացնում եք, չէ՞, ասենք խորհրդային տարիներին 20-ական 30-ական թվականների Ռուսաստան կամ ընդհանրապես խորհրդային պետություններ եւ այդ ժամանակվա այսպես ասած բիզնես պլան չէր, դա նախ պետական ծրագիր էր։ Եվ այդ մարդիկ կան, այն մարդիկ, ում պատճառով ես Հայաստանից կոպիտ ասած այդ բույից փախել եմ որպես ուսանող, խորշել եմ, որովհետև կաշառակերությունը արդեն բուն էր դրել, այսինքն իմ կուրսեցին կարող էր դասախոսին կաշառել, հանգիստ ասենք մի արկղ չեխական գարեջրով կարող էր ապահովել իր գնահատականը եւ այլն։ Մենք հասնում ենք նրան, ունենք այդ նպատակը լսարան մտցնել մարդկանց, ովքեր ունեցել ենք, գիտեք ինչ դեմքեր, ասենք Զաքար Բաշինջարյան, քաղաքատնտեսության տնտեսագիտության հայկական դպրոցի ակնառու դեմքերից։ Ես պատիվ եմ ունեցել շատ փոքր տարիքում հայրիկիս օգնությամբ շփվելու իր հետ ավագ պրոֆեսոր Մանասերյանի դա իսկապես խորհրդային շրջան լինելով այնպիսի խորքային մտքեր էին մարդիկ զբոսանքի ժամանակ արծարծում, որ քեզ թվում էր, որ դու գտնվում ես, ասենք, մի գիտաժողովի ինչ-որ նստաշրջանի կամ որևէ սեկցիայի ես մասնակցում։ Մենք անպայման պետք է մտածենք, որ Հայաստանի համար ենք պատրաստում այդ կադրերին, որովհետև ստացվել է այսօրվա իշխանությունը կարող է ասել, որ կամ վաղվա, ասեն մենք ունենք մասնագետներ, որոնք բնավ մեզ պետք չեն։ Հիմա ինչպես ապացուցենք պետք են, թե չէ։ Դրա համար այդ առանցք ասածը տեսլականն է։ Որ Հայաստանի համար ենք ուզում։ Առևտրաաշխարհույական Հայաստանի, որը զուտ հրճվելու է, որ գտնվում է ճանապարհների խաչմերուկում, թե արժեք ստեղծող արժեք ստեղծող բարձր տեխնոլոգիաների ոլորտում, մշակութային ոլորտում, չգիտեմ, մենք շատ հստակ պիտի դրանից բխող մասնագիտություններն են պետք, որ ծառայեցնեն։ Այդ ժամանակ, եթե ես ինժեներ տեխնոլոգիան պիտի ասեմ, գիտեք, ես այս մասով ուզում եմ օգտակար լինել իմ երկրին, եւ կամ եկեք կրթենք, միգուցե նաեւ մասամբ ուղարկենք արտերկիր, մինչեւ այդ մասնագիտությունը կայացնենք մեզ մոտ։ Թայլանդը ես զարգացած երկրի օրինակ չեմ բերում։ Թայլանդը ավտոշինարարներ, ինժեներներ, ճանապարհաշինարարներ հրավիրելով Գերմանիայից, ցերեկը նրանք աշխատում են ճանապարհների վրա, ես Թայլանդի շինաբատրայի համալսարանում եմ դասավանդել եւ տեսել եմ ուղղակի թե մարդիկ ինչքան ազգային են իրենց նպատակներում։ Այդ մարդիկ իրենց հրաշալի որակյալ գործը անում են կառուցելով շատ որակով ճանապարհներ, երեկոյան այդ նույն մարդկանց մտցնում են լսարան, որպեսզի կրթեն նոր սերնդի մասնագետներ։ Ընդամենը մի քանի տարում արդեն կայացավ Թայլանդի ճանապարհաշինության դպրոցը։ Այդ չի նշանակում, որ իրենք ել չեն հրավիրում դրսից, միշտ էլ հրավիրում են, բայց ունեն արդեն ազգային կադրեր։ Կարող ենք մենք ամեն ոլորտում այդ մոտեցումը ցուցաբերել, թե մեկ ինչ որ մեր ձեռքերը բռնել է, եթե եւ գիտեք այդ խոսույթը, որ ինչ որ մի խնդրի մասին մարդիկ զրուցում են, ասում են, դե գիտեք, դե մեզ թույլ չեն տալի փոքր ազգին։ Ես ուզում հարց տալ։ Ով չի թույլ տալիս։ Էրդողանը թույլ չի տալիս, Թրամփը թույլ չի տալիս, Պուտինը չի թույլ տալիս, ով թույլ չի տալիս, որ հայը ձևակերպի իր զարգացման տեսլականը կամ ամենատարական խնդիրները լուծի, ուղղակի լինի բարեկիրթ։ Սա էլ հո ուրիշ երկրներից չի կախված։ Սա բարդույթ է ձևավորում հատկապես նոր սերնդի մոտ, որ եկեք ամեն ինչը տեղափոխենք ուրիշ հարթություն, մենք ուշադրություն դարձրեք։ Ինչի վրա են սևեռում մեր ուշադրությունը։ Իրավունքների։ Մեկը խոսում է մեր պարտականությունների մասին։ Դուք երբևէ լսել եք որևէ կառույց ստեղծեն, ասեն մարդու պարտականությունները սրանք են, բայց մարդու իրավունքների մասին գիշեր-ցերեկ գրանտակերների մի ամբողջ բանակ ասում է իմ իրավունքը սա է, շատ լավ, բայց դու պարտականություն չունես, սկսած քո ընտանիքից վերջացրած աշխատավայրով եւ պետությամբ ունես ծառայելու պարտականություն, այ դա պետքա դրվի մարդու վրա։ Փոքր հասակից մանկապարտեզից երեխան պիտի հասկանա, որ ինքը եթե սնվեց, դրանից հետո պետք է հավաքի, պետք է օգնի դասերակին, ամենապարզ բաներն անի։
Դուք կարծում եք Ճապոնիայում կամ այլ երկրներում ինչպես են առաջընթաց գրանցել։ Ջախջախված Գերմանիան ինչպես է դարել հզորագույնը բառացիորեն Եվրոպայում։ Գերմանիայի համախառն ներքին արդյունքը այսօր ավելին է, քան 22 զարգացած եվրոպական երկրների հնան միասին վերցրած։ Պատկերացնում եք, ջախջախված Գերմանիայի մասին ենք խոսում։ Դե իրանք էլ թող ասեն, մենք իրական Գերմանիայում ենք ապրում եւ մեր պատմական Գերմանիան մեզ պետք չի, որ 90 թվականին միացրեցին, վերամիավորվեցին։ Այո։ Ունեն չէ այդ երազանքը, ունեն այդ տեսլականը, միացյալ Գերմանիա, ինչպես մենք ասում ենք, միացյալ Հայաստան։ Ինչի պիտի զարհուրենք դրանից։ Դա չի նշանակում աղմուկ անենք եւ անդադ թշնամանքը սերմանենք ու սրենք։ Ոչ, դա պետքա ուղղակի մտքում ունենալ, որովհետեւ ուղղակի իրավունք չունենք հրաժարվել մեր ժառանգությունից։ Եվ այդ դասերը նորից ուզում եմ կրկնել, շատ դեպքերում ասում են մեր պատմությունը վկայում է, որ մենք դավաճան ենք ունեցել, բայց ճիշտ հակառակն էլ է մեր պատմությունը մեզ փաստում, որ ունեցել ենք հրաշալի տնտեսական դիվանագիտություն, մինչև Քրիստոսի ծնունդը անգամ Տիգրանի ժամանակ, Տիգրան Մեծի։ Իհարկե դրանից հետո ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ դժբախտություններ, պատերազմներ, կորուստներ եւ այլն, բայց մենք ունեցել ենք նաեւ Մխիթար Գոշ, ունեցել ենք, չգիտեմ, Սիմեոն Ջուղայեցի, ունեցել ենք Սմբաց Պարապետ, Հովանես Իմաստասեր եւ այլ, որոնք ուղղակի մեր դասախոսներն են, եթե կուզեք, մեր ուսուցիչներն են, ինչպես 21-րդ դարում գոյատևել։ Ոչ մի բան չի փոխվել։ Եթե Գրիգոր Տաթևացին դարեր առաջ շարադրել է իր ուսմունքը, այսպես ասենք, կարծես այսօր է գրված դա։ Ուղղակի եմ ասում, վերհիշում, ասում եմ, չկա այդպիսի մարդ, որին տանք այնքան նյութական բարիքներ, որից հետո մարդ ոչինչ չուզենա։ Գրիգոր Տաթևացին է գրել։ Կարծես դա գրել է 2025 թվականի նոյեմբեր ամսին։ Այդքան արդիական է, անկուշտ էության մասին է մարդու։ Եվ այն մասին է գրել, թե ինչը կարող է հակակշռել այդ անկշտությունը։ Ինչ ազգային նպատակներ ու արժեքներ կան, որոնք մենք պետք է դավանենք եւ փոխանցենք մեր սերունդներին։ Շատ շնորհակալություն, պարոն Մանասյան, իրապես շատ այսպես խորքային ու շատ առանցքային զրույցի համար։ Հիմա ուզում եմ ամենավերջին կարևոր հարցը տալ. որտեղ գտնեն գիրքը, որտեղ ընթերցեն, որտեղ ուսումնասիրեն ու նաև ինչու ոչ շատ շնորհակալ կլինենք մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, որ իրապես ունենան ավելի շատ մեծ հետաքրքրվածություն թեմայի նկատմամբ, անպայման ուսումնասիրեն, խորանան, շատ հարցերի ավելի խորքային նայեն եւ հարցեր ունենալու դեպքում ինչու ոչ նաև ձեզ ուղեն, ձեզ հետ կապ հաստատեն, որտեղ գտնեն գիրքը։ Գիրքը կա, ես նախ շնորհանդեսի ժամանակ պատիվ ունեցա 200-ից ավելի օրինակներ նվիրելու ուղղակի, այդ կարողացա ինձ թույլ տալ դա, մնացածը հրատարակիչը արդեն գրախանութներին է տվել եւ կա նաեւ կարծեմ առանձին ծառայություն, որը կարող է հիմա ձեզ կարող եմ փոխանցել այդ հեռախոսահամարը 099 56 11 33 իրենք անվճար առաքում են եւ սա արդեն իմ հետ չի կապված, որովհետեւ ես իմ հասանելի օրինակներ ես արդեն նվիրեցի ինչքան կարող էի, ելի եմ սիրով պատրաստ անել, բայց նաեւ պատրաստ եմ մարդկանց բնականաբար գործնականում օգնել, եթե դրա կարիքը կա, որովհետեւ մեր երկիրն է, մեր պետությունն է, մեր եղբայրներն ու քույրերն են, եթե դրա կարիքը կա, ես միայն ուրախ կլինեմ ծառայելու։ Շնորհակալություն շատ եւս մեկ անգամ, պարոն Մանասարյան, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Գործար ալիքի եթերում անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին եւ այսօրվա իմ հյուրն է տնտեսական գիտությունների պրոֆեսոր Թաթուլ Մանասարյանը։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Սիրով։